Ողջույն, Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեղությունն է եւ այսօր մեր տաղավարից հեռավար կապ ենք հաստատել կիբերխարդախության զոհ դարձած Մերի Գրիգորյանի հետ։ Ողջույն Մերի ջան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիր հեռավար զրուցել մեզ հետ։ Բարև ձեզ, ես եմ շատ շնորհակալ, որ հնարավորություն ընձեռվեց ինձ խոստովանելու, կիսելու ձեր հետ իմ հետ կատարվածը, ինչ որ կատարվել է իմ հետ։ Շատ շնորհակալություն։ Սիրով, Մերի ջան, գիտենք, որ բազմաթիվ արդեն նշեցի այն քաղաքացիների թվում եք, ովքեր կիբերխարդախության զոհ են դարձել։ Ներկայացրեք ձեր պատմությունը։ Շատ բարի։ Ուրեմն ես ապրում եմ Ռուսաստանի Դաշնությունում։ Հասունացավ ժամանակը, որ արդեն ուզում էինք բնակարան ձեռք բերեինք, թե Ռուսաստանում էինք, ճիշտն ասած ուզում, բայց երբ որ տեսա Հայաստանի լավ վիճակը, որ նորակառույցներ կան, մեր Հայաստանը զարգանում է, ես որոշեցինք, ընտանիքով մենք որոշեցինք, մեր ներդրումը կատարենք Հայաստանի Հանրապետությունում, եկանք Հայաստան, որ մեր ռուսականը սարքենք դրամ, չենջ անեինք և խաբեության զոհ դարձանք, ինչպես, ուրեմն Facebook հարթակով մենք տեսանք շահավետ առաջարկ, որ ավելի շատ են տոկոսները, ավելի բարձր կուրսով են փոխում ու մենք որոշեցինք իրանց հետ կապվենք, իրանք ներկայացան Երևան City չենջերի տնօրեն, որ ինքը չենջերի տնօրեն մարդ է և մեզ կանչեց Երևան City-ի մոտ, որ այստեղ մենք կարող ենք գումարը փոխանակել։ Մենք գնացինք, հասանք City-ի մոտ, որպեսզի գումարը փոխանակենք, ինչպես եղավ խարդախությունը, որ հասանք այդտեղ, մենք չհասկացանք, որ մենք պետք է ներս չմտնենք։ Մեզ զանգահարեց այդ նույն Աշոտ անունով մարդը, Աշոտ էր ներկայացել, որ այս պահին, եթե դուք ՀԴՄ կտրոն եք ուզում կամ չեք ուզում կամ եսի ինչ, սենց բաներ էր ասում, ներս մի մտեք, որպեսզի մենք կարողանանք ձեզ այսինչ կուրսով, բարձր կուրսով տանք ձեր գումարը, ներս մի մտեք, հեսա իմ աղբերը կմոտիկանա ձեզ։ Աղբերը մոտիկացավ մեզ, վերցրեց գումարը, բայց աղբերը չէր, աղբերը տաքսու շոֆեր էր ընդամենը, որը ներկայացել էր Դավիթի եղբայրը։ Դավիթի եղբայրը վերցնում է փողը ու գնում, հաշվում են գումարը տալիս ենք իրան գնում է, ու սպասում ենք արդեն մի 10 րոպե չկա, զանգում ենք, տեսնում ենք, որ այդ SMS-ները արդեն ջնջել է Աշոտ անունով մարդը, անձը, ջնջել է SMS-ները, չկա ու մոտիկանում է արդեն տաքսու շոֆերը, տաքսու վարորդը, որ արդեն ներկայացել էր Աշոտի եղբայրը, ասում է փողերը տարան, ոնց թե տարան, ասում է վերցրեցին գնացին, ու մենք հասկացանք, որ մենք խաբեության զոհ ենք դարձել, անմիջապես դիմել ենք ոստիկանություն, մի ժամ հետո դիմել ենք ոստիկանություն, 5-րդ ամիսն է գալիս, մենք ոչ մի տեղեկություն չունենք մեր գործերից, որովհետև մենք հեռու ենք ապրում, ճիշտն ասած փաստաբան վերցրեցինք, փաստաբանը նույնպես չկարողացավ առաջ գնալ այդ գործում, կոպիտ ասած ինքն էլ ոչ մի առաջընթաց չտեսանք իրանից, ու հիմա մենք դիմել ենք ազգային վերահսկողությանը, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանին, որպեսզի մեր իրավունքները պաշտպանվի իմ երկրում։ Ես առաջին հերթին շատ վատ եմ զգում, որ իմ երկրում նման բաներ է կատարվում, շատ ցավալի է, ես բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, բայց ես իմ երկրում ինձ պաշտպանված չզգացի, ամենացավոտ հարցը հենց դա է, որ ես պաշտպանված չեմ զգում ինձ իմ երկրում, ես մեծ հույս ունեմ, որ իմ Հայաստանը պետք է բարգավաճի ու ես հետ գամ, բայց այս ամեն ինչը տեսնելով ինձ արդեն ոնց որ վանի իմ Հայաստանը, ես դրանից եմ շատ վատ զգում։ Այսինքն դուք այդ գովազդը տեսել եք Facebook հարթակում, ես ճիշտ հասկացա, ինչը ձեզ վստահություն ներշնչեց գումարը փոխանցել ինչ-որ անծանոթ մարդու, ով նույնիսկ ինքը չէր եկել գումարը վերցնելու։
Ինքը Facebook-ում ներկայացավ, որ մենք չենջեր ունենք, մենք չենջերի տնօրեն ենք, մենք այսինչ տեղերում ենք, որտեղ ա ձեզ հարմար։ Մենք 12 հատ կենտրոն ունենք, որտեղ կարող ենք գումարը մանրել։ Շատ հստակ էր խոսում, շատ համոզիչ էր խոսում, որ ես Աշոտն եմ, ես չենջերի տնօրեն մարդ եմ, եթե ուզում եք ձեր համար ավելի լավ լինի, սենց, ու գիտեք ինչ, մի բան էլ կա, որ ես որ ասում եմ, ես որ ինձ զգացի իմ երկրում, ես գիտեի, որ ինձ ոչ մեկ իմ երկրում չի կարող խաբի, մի քիչ էդ էլ իմ մոտ աշխատեց, չգիտեմ ոնց խաբնվեցինք, այսքան տարի ապրում ենք Ռուսաստանում, ոչ մեկ մեզ չի խաբել, բայց եկանք Հայաստանում խաբնվեցինք։ Ինքնամեղադրանքներն էլ ավելի շատ են, ես կարող եմ ես ինքս ինձ էլ մեղադրել, ոնց խաբնվեցի, բայց խաբվել եմ։ Չգիտեմ դա ոնց ստացվեց, ոնց եղավ, որ խաբվեցինք, ոչ մեկս ապահովագրված չենք, բայց խաբվել ենք։ Մինչև գնալը, հանդիպելը, գումարի փոխանցելը, ինչ որ մարդկանցից թեկուզ ինչ որ տեղեկություն փորձել եք ստանալ այդ անձի մասին կամ այսպես ասած այդ գումարի փոխանակման իր ասած կենտրոնների մասին։ Չէ, ոչ մեկից տեղեկություն չեմ ստացել, որովհետև ճիշտն ասած իմ մոտի գումարը ինչ որ կար այդ գումարն էր։ Ես պետքա, այսինքն ես գիշերը հասել եմ Հայաստան, առավոտ ուզեցել եմ մանրեմ, որ իմ մոտ փող լինի, չեմ էլ հասցրել ոչ մեկի հետ կապ հաստատեմ, որ խոսամ, որ հասկանամ։ Ես իմացել եմ, թե նորմալ չենջա պետքա մոտիկանամ, ոնց որ Facebook-ում շատ բաներ են մարդիկ վաճառում, ինչ որ բաներ են անում, դա տներ են վաճառում, դա էլ այդ ձևի ինչ որ մի բան է, ես տենց եմ հասկացել։ Ու ես այդ պահը չհասկացա, թե ես ոնց խաբվեցի։ Ինչ գումարի մասին է խոսքը, ինչ չափով գումար եք փոխանցել մանրելու։ 2 միլիոն ռուբլի։ Այսինքն տաքսու վարորդը, ով Աշոտը, այսպես ասած, ներկայացրել էր իր եղբայր, ինքը եւս չգիտեր, որ Աշոտը իրեն ներկայացրել է իր եղբայր։ Ես ճիշտ հասկացա։ Միայն գումարը տանելուց հետո մտածել ես։ Աշոտը իրեն ասել էր, որ դու կներկայանաս որպես իմ եղբայր։ Տաքսու վարորդն էլ համաձայնվել էր, որ ինչ որ մանր գումար կստանա ու ինքը իր գումարը ստացավ, գնաց արդյունքում մենք տուժեցինք։ Ինքը իր գումարը ոնց կոպիտ ասած աշխատեց արդեն մեր վրա իր խաբելու համար։ Իսկ որևէ այլ թեկուզ անձնական տվյալներ Աշոտից կամ հենց տաքսու վարորդից լուսանկարներ կամ այն հեռախոսահամարը, որով փորձում եք կապի դուրս գալ։ Ոստիկանությունը չի կարողանում այդ հեռախոսահամարով փորձել գտնել ոմն Աշոտին։ Ինչ հարթակում էիք դուք շփվում, հեռախոսահամար կար, թե ուղղակի հենց Facebook հավելվածով։ Մենք ցույց ենք տվել, որ հեռախոսահամարները Իհարկե, հեռախոսահամարները մենք փոխանցել ենք, ցույց ենք տվել SMS-ները, մինչև հիմա մեր մոտ կա SMS-ներ, թե ինչ է, ոնց ենք խոսացել, ոնց ենք պայմանավորվել։ Իհարկե, մենք փոխանցել ենք ոստիկանության համարները։ Ինչ քայլեր է ձեռնարկել մինչ այս պահը ոստիկանությունը։ Ինչ որ այս գործում ինչ որ առաջընթաց կա։ Ես ոնց տեսնում եմ, եթե առաջընթաց լիներ, առաջընթացը նա կլիներ, որ ինչ որ մեկին բռնած կլինեին, ինչ որ մեկը պետքա պատասխան տա այս ամեն ինչի համար։ Ոչ մի նորություն մենք չունենք։ Մեր իրավապաշտպանը գնաց ինչ որ քայլերի, նույն կերպ ոնց որ մենք էինք գումարը մանրել, նույն կերպ ինքը փորձեց իրանց հետ կապ հաստատի, բայց ապարդյուն չստացվեց մեր գործով ոչ մեկին հələ որ չեն կարողացել ինչ որ մեկին Իսկ սպասելիքներ ունեք, որ հնարավոր կլինի գտնել, վերադարձնել գումարը, որ ոստիկանությունը կկարողանա որևէ հստակ քայլեր ձեռնարկել։ Հույսը վերջում է մեռնում, ես իմ հույսը երբեք չեմ կտրում, իմ հույսը հանրային վերահսկողության վրա է ուժեղ արդեն, որովհետև մենակ հանրային վերահսկողությունը կարող է վերահսկել այս անօրինությունը, այս խարդախությունը, որը կատարվում է մեր երկրում, ես շատ կուզեմ, որ վերահսկեն այս ամեն ինչը, որովհետև ես շատ վատ վիճակի մեջ եմ եղել, մարդիկ հոգեպես տրավմաների մեջ են ընկնում ու սա նորմալ չի։
Ձեր դեպքի հանրային, այսպես ասած, հնչեղություն ստանալուց հետո արդյոք եղան քաղաքացիներ, ովքեր ինֆորմացիա ունեք, որ տուժել են հենց նույն Աշոտի նույն խարդախության նույն ճանապարհով։ Այո, շատ ինֆորմացիաներ ունեմ։ Ռուսաստանում, նույնիսկ Ռուսաստանում նու ծանոթներ կան, որ իրանց ծանոթներն են տուժել այդպես։ Շատ մարդիկ գիտեմ, որ տուժել են։ Շատ-շատ։ Տեսեք, շատ քաղաքացիներ, ովքեր Որ դարձել են այս գործի մեջ Շատ քաղաքացիներ, ովքեր դարձել են կիբեր խարդախության զոհ, խուսափում են նույնիսկ մասնակցել, գիտենք հիմա բողոքի ակցիաներ են անցկացվում դատախազության դիմաց, վաղը նաև քննչական կոմիտեի դիմաց, բայց նրանք, այսպես ասած, կաշկանդվածություն ունեն Երևալ տեսախցիկի առաջ, որտեղ ենթարկվում են հալածանքների, երբեմն նաև հենց իրենց ընտանիքի անդամների կողմից։ Դուք նման խնդրի բախվել եք։ Չէ, փառք Աստծո, ես նման խնդիր չեմ ունեցել, ես նորից եմ կրկնում, ոչ մեկս ապահովագրված չենք այս չար աշխարհում, ամեն ինչ հնարավոր է բոլորիս հետ, ես չեմ ունեցել փառք Աստծո նման խնդիր, բայց ես կուզեմ, որ մեր Հայաստանը պայքարի, որովհետև ամոթ է, ես վատ եմ զգում, որ եկել եմ իմ երկիր ու ենթարկվել եմ այսպիսի բաների, շատ վատ եմ զգում, այն որ դու գալիս ես քո երկիրը, ասենք, ներդրում պետք է ես կատարեի իմ երկրում, ոչ թե Ռուսաստանում, բայց ես իմ երկրում ինձ խաբված զգացի։ Խաբվելը շատ վատ բան է, կապ չունի գումարի չափը, ինչքան ես խաբվել, խաբեությունը շատ վատ բան է։ Գիտեք, մարդկանց կողմից է լինում, որ մարդիկ սկսում են կողքից խոսալ, բա չանեիք, բա դուք որտեղ էիք, որտեղ էր ձեր գլուխը, որտեղ էր քո գլուխը, ինչի ուշադիր չէիր, ինչի զգոնդ չէիր։ Գիտեք, այդ հարցերն է շատ վատ, ոչ թե ընտանիքի կողմից, այլ ընդհանրապես, հա, մարդկանցից, ինձ ասենք, ոչ թե կոնկրետ ինձ, ընդհանրապես մարդկանց այդ մեղադրանքները տրվում է։ Ու ես դա նորմալ չեմ համարում, որովհետև չգիտենք ով ինչի առաջ կկանգնի։ Իսկ իրավապահ Ես ուզում եմ ինձ պաշտպանված։ Իսկ իրավապահ Ես համակարգի ինձ կողմից պաշտպանված նման մեղադրանքներ եղել են։ Չէ, իրավապահ մարմիններից իրենց կողմից դեպի ինձ չի եղել։ Իրանք վերցրել են գործը, դա քննել են, չէ, կոնկրետ իրանց կողմից դեպի ինձ չի եղել, բայց ես լսել եմ դեպքեր, կոնկրետ դեպք լսել եմ մի կնոջից, որը մերպես խաբվել է, դիմել է ոստիկանություն ու ոստիկանությունը միանգամից ասել է ձեր փողը չեք գտնի։ Այ դա շատ վատ է։ Ես չգիտեմ, ասեք կոնկրետ որ ոստիկանություն է դիմել ինքը, որ բաժին, բայց կնոջը այդպիսի մեղադրանքներ, դա շատ սխալ եմ համարում։ Եվ ինչ ունեք հավելացնելու, թեկուզ որպես զգուշացում են մարդկանց, ովքեր հնարավոր է, որովհետև ապրում ենք այսպես համացանցի դարում, հա, եւ համացանցով ինչ որ խաբեության, խարդախության զոհ դառնալը շատ հեշտ է, մանավանդ վերջին շրջանում բազմաթիվ նմանատիպ դեպքերի ենք հանդիպում, առնչվում։ Հա, ես կխնդրեմ մարդկանց, որ ավելի շատ զգոն լինեն, երբեք չխաբնվեն, որ թեկուզ 100,000 դրամ ավել կաշխատեն։ Մենք սա առաջին դեպքն է, որ մենք մեր գումարը որոշել ենք ինչ-որ միտեղ ծախսենք, մանրենք, հա, ուրիշ տեղ մանրենք գումարը ու խաբվել ենք, որի համար ես շատ զղջում եմ, սխալվել ենք, այո, թող զգոն լինեն ավելի ու ես խնդրում եմ մեր պետությունից, որ իրանք պաշտպանեն մեր քաղաքացիներին, ովքեր իրանց հալալ քրտինքով աշխատած գումարը այսենց կարա մի վայրկյանում օդ գնա, էլի չհասկանաս ուր գնաց մի վայրկյանում, ինչի համար այդպես եղավ։ Ես պաշտպանություն եմ ուզում, որպեսզի մեզ պաշտպանեն, մեզ ովքեր որ տուժել են իրենց կողմից։ Եվ այլ ավելացնելու բան Մերի ջան, գործի հետ կապված կամ այդ նախապատմության հետ կապված ունեք ասելիք այլ։ Գործի հետ կապված ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք է բացահայտվեն իրանք։ Շնորհակալություն։ Ես չեմ կորցնում իմ հույսը, ես հուսով եմ, որ կբացահայտվի, մեծ հույս ունեմ։ Շնորհակալություն Մերի ջան։ Մենք էլ
Հուսով ենք, որ իսկապես այն մարդիկ, ովքեր խաբել են ձեզ ու բազմաթիվ այլ քաղաքացիների, ի վերջո կբացահայտվեն եւ օրենքի ուժով իրենց հասանելիք պատիժը կստանան։ Ես դեպքեր եմ լսել, որ նույնիսկ երեխայի փող են գողացել, որ երեխային պետքա հասցնեին Ամերիկա բուժման նպատակով, մարդիկ իրենց տունն են վաճառել, որ երեխուն հասցնեն Ամերիկայում, Եվրոպա, տանեին բուժման նպատակով, այդ փողերներ են վերցրել։ Չի կարելի այս աստիճանի, սա շատ ահավոր բան է, խաբված լինելը շատ ահավոր բան է։ Ես շատ վատ եմ զգում հենց այդ խաբվածության համար, որ դու խաբվել ես։ Այդ զգացողությունը շատ վատ բան է։ Կուզեի պաշտպանեին մեր քաղաքացիների իրավունքները, որը ոտնահարվում է այս ձևով։ Շնորհակալ եմ, մենք պի մեջ կլինենք։